Վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններին կուզեի անդրադառնալ։ Ըստ ձեզ Նիկոլ Փաշինյանը հետ քայլ է անում եկեղեցու դեմ տարվող իր քայլերից, հաշվի առնելով, որ օրինակ նախորդ կիրակի օրը մասնակցել էր պատարագին, որտեղ Վեհափար Հայրապետի անուններ հնչել, նաև իր խոսույթում է, քիչ անդրադառնում։ Ուրեմն կամա թե ակամա հետ քայլ պիտի արվի, պիտի անի։ Այլ ճանապարհ որովհետև չունի։ Հակառակ դեպքում երեք չառաջի օրն էր լսեցի լրագրողներից մեկն էր արտերկրի, երևի թե իսպանական լրագրող էր, թե ասես դուք պատկերացնում եք, եթե Իտալիայի վարչապետի տիկինը փորձի համոզել ամուսնուն, որ կալանավորի Վատիկանի առաջնորդին, Հռոմի պապին, ինչ է կատարվելու աշխարհում, ցնցվելու է ամբողջ երկրագունդը, իսկ այսօր, եթե վարչապետը նպատակ էր դրել, անցյալ ժամանակով արդեն ասենք, քրեական գործ հարուցել նույնիսկ Վեհափար Հայրապետի նկատմամբ, վերջին հաշվով երևի թե շրջապատում հասկացրեցին, որ այնգեր չի կարելի այդպես, վերջին հաշվով սա հերթական խաղ չի, ոչ էլ, չգիտեմ, այդ տաղավարներում նստել, կարդ խաղալ է, որպեսզի այսօր հասել ենք դրան արդեն, որ կարող է վարչապետը նստել, շենքի բակում, տաղավար, նստել կարդ խաղալ։ Ժողովրդի ծոցից է ելել, ինքը այդպես էր ասում ժամանակ։ Հա, դուրս է եկել ժողովրդի ծոցից, այո, դրա համար, բա մինչև այդ ուր էր, ինչու հենց այս շրջանում պիտի այդ քայլերին դիմեր կամ նման քայլեր կատարեր։ Ուր էր, որտեղ էր մինչև հիմա, երբևէ, նա երբ որ ընտրվելու նախընտրական շրջանում 18 տվին ասում էր ոտքով, հեծանիվով ես պիտի գնամ կառավարություն եւ այնտեղից էլ ոտքով պիտի հետ վերադառնամ տուն։ Իսկ ընտրվելուց հետո արդեն արքայական փափուկ կյանքը այդքան շուտ կոշտացրեց նրա հոգին, նրանք երբևէ ժողովրդի հետ ոտքով քայլել են, իսկ երեք Էջմիածնում ես երբ որ նրան տեսա, պարզապես ապշեցի, ապուշ կտրեցի, այսպես քարացած, փողոցի մեջտեղում կանգնեցի, ասում սա ինչ հրաշք է։ Իրոք սրբերը իջել են Էջմիածնի կենտրոնում, նոր սրբեր են հայտնվել, այդ ամբողջ կառավարության անդամներ, չգիտես ազգային ժողովի պատգամավորներ կամ ինչ ցուցադրական պահ է այդ կարկանդակ ուտելը։ Այդ դուք կարկանդակ ուտող եք, իրոք կարկանդակ ուտող էիք, բայց այսօր կարկանդակ չեք ուտում դուք եւ դրանով չեք բավարարում։ Չի կարելի եւ վերջապես Աստծո գործերին միջամտել ամենակարևորը, քանի որ հիմա ես գտնվում եմ Մայր տաճարում, այդ մասին պիտի մեր Վեհափար Հայրապետի մասին նա հասկացավ, որ ժողովուրդը, հավատացյալ ժողովուրդը երբեք չի լքի Վեհափարին, Վեհափարի կողքից չի հեռանա, նրա ջատագով է եղել է, կա ու լինելու է, իսկ իր շրջապատում այդ բոլոր պատգամավորները, չգիտեմ, այդ միլիոնավոր, միլիարդավոր դրամների հասնող պարգևավճար ստացողները, նրանք շատ շուտ հեռանալու եւ դավաճանելու են Նիկոլին։ Նիկոլը թող դա շատ լավ գիտակցի։ Աննա Հակոբյանն էր խորհուրդ տալիս Նիկոլ Փաշինյանին, որ Վեհափար Հայրապետին բայց վերջին հաշվով սա էլ արդեն հերթական խաղն է, սա շոու է, նա չի կարող մեր նման մարդկանց կերակրել այդպիսի էժանագին խաղերով։ Սա պարզապես էժանագին շոու է, որը ամոթ է, պատիվ չի բերում իմ ազգին, իմ ժողովրդին, ոչ էլ առաքելական եկեղեցուն։ Իսկ Նիկոլը իր թիմի հետ թողականներին օղանեն, որ վերջապես հայ ժողովուրդը մեկընդմիշտ դավանել է քրիստոնեություն, մինչև վերջ էլ լինելու է քրիստոնյա։ Ալլահը, իսկ ինքը, որ Ալլահի տված պարգևն է, Ալլահի տված պարգևն է Էրդողանին եւ Ալիևին։ Ինչի մասին է խոսքը, այսքանը։